աղացած ավազը փռել էին, մարդիկ հասկանում են, ասում են, բա այդ ինչի ընտրություններից առաջ չէին անում, որ նոր են հիշել, դա նկարվելու ցույց տալու համար է։ Դուք հայտարարել եք, որ ընտրողը այսօր վախի մեջ է։ Պաշտոններից ազատում են, կանչում են, ասում են գրեք գնացեք, աղբամաններ չկան, բոլոր համայնքներում չկան, դրված է ամեն մեկը դրա իր տան բակում է դնում աղբը։ Դուք երկար տարիներ եղել եք զինվորական ծառայող։ Ինչը ստիպեց ձեզ, որպեսզի այսօր զբաղվեք քաղաքականությամբ։ Զինվորականներով կազմված կուսակցություն է, մեծամասնությունը զինվորականներ են։ Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում անցկացվելու է ավագանու ընտրություններ։ Մասնակցող 8 քաղաքական ուժերից քաղաքացին պետք է ընտրություն կատարի, որով էլ ձևավորվելու է քաղաքային իշխանությունը։ Մեր զրուցակիցը համահայկական ճակատ կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին։ Ինչպես եք անցկացրել այն եւ դուք հայտարարել եք, որ ընտրողը այսօր վախի մեջ է։ Խնդրում եմ մի քիչ մանրամասնել։ Ինչ վախի մթնոլորտի մասին է խոսքը։ Քարոզարշավը իրականացնում ենք բոլոր համայնքներում, գրեթե եղել ենք խոշորացած համայնքի գյուղական համայնքներում, Էջմիածին քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում անցել ենք, քաղաքացիներ շփվել ենք, մեր քաղաքացիները բարձրացել են իրենց ուզող հարցերը, արժանացել ենք ջերմ ընդունելության, քննարկել ենք բոլոր տարիների ընթացքում չկատարված աշխատանքները քաղաքային իշխանության կողմից, բազմաշերտ են, դուք ամեն օր ականատես եք լինում այդ խնդիրներին, մենք քննարկել ենք եւ քարոզարշավի ընթացքում մենք գույքագրել ենք ավելի ներթափանցել ենք այդ խնդիրների մեջ, ավելի խորացել ենք եւ գրեթե 30 տարիների ընթացքում Վաղարշապատ համայնքը, գյուղական համայնքները գտնվել են բացի թողի վիճակում։ Իշխանության կողմից նմանատ գյուղական համայնքներում ուշադրության կենտրոնում չեն եղել։ Վախի մթնոլորտը Վաղարշապատ քաղաքում չկա այտենց վախի մթնոլորտ, ավելի շատ դա գյուղական համայնքներում է, որովհետև բոլոր համայնքի ղեկավարները իշխանական ներկայացուցիչներ են, մեր համաքաղաքացիները խուսափում են կամերաների, լրատվամիջոցների երևալուց, նրանք բոլորը ցանկանում են առանցին շփվեն ինձ հետ, իրենց հարցը բարձրացնեն, քանի որ մարդիկ ունեն բիզնեսներ, պետական աշխատողներ են, որպեսզի քրեական գործեր չհարուցվի, իրենց աշխատանքից, պետական աշխատանքից մարդկանց չազատեն, դա է վախի մթնոլորտը, այսինքն մենք գյուղական համայնքներում երբ որ շրջում ենք, մեծամասնությունը դռների անցքերից կամ դուռը կիսաբաց վիճակում նայում են, երբ որ մոտենում եմ, ասում են կներեք էլի մենակ չլուսանկարեք, չլուսաբանեք, մենք ձեզ հետ ենք, մենք ձեր կողքին ենք, մենք ձեզ տեսնում ենք որպես այլընտրանք, ոչ նախկին եք, ոչ ներկա եք, մենք մեր ձայնը վստահելու ենք ձեզ, բայց մենք աշխատում ենք այսինչ կազմակերպությունում կամ դպրոցում կամ մանկապարտեզում կամ համայնքապետարանում կամ ուժային կառույցներում ենք, ոստիկանություն կլինի, ազգային անվտանգություն, պետական ապարատում։ Այդ ընտանիքի անդամները խուսափում են կամերաների առաջ հանդես գալուց։ Բայց իրականում կհետապնդվեն, թե ուղղակի դա մտավախություն է։ Ինչպես մենք տեսնում ենք մնացած մեր քարոզարշավի ընդդիմադիր թեկնածուների հայտարարություններից, պաշտոններից ազատում են, կանչում են, ասում են գրեք գնացեք։ Ես չունեմ այդպիսի հարազատներ, որ նման դեպք արձանագրվել է, քանի որ ես բոլորին խնդրել եմ, որ ես ընդդիմադիր եմ, խնդրում եմ իմ կողքը մի կանգնեք, ինձ մի զանգահարեք, իմ հետ մի շփվեք, մեր գրասենյակ մի եկեք, որովհետև դուք օրվա հացի գումար եք վաստակում։ Ես մինչև քարոզարշավը սկսելը բոլորին խնդրել եմ, հորդորել եմ, նաև Facebook-ում մեր եթերները մի լայքեք, մի տարածեք, մեկնաբանություններ չգրեք, որպեսզի ձեր օրվա հացից չկտրվեք։
Պարոն Սիմոնյան, դուք երկար տարիներ եղել եք զինվորական ծառայող։ Ինչը ստիպեց ձեզ, որպեսզի այսօր զբաղվեք քաղաքականությամբ։ Ինձ քաղաքականություն է բերել իշխող ուժը, ինձ օգնել է Սուրեն Պապիկյանը, որպեսզի ես մտնեմ քաղաքականություն։ Ինչպես է օգնել։ Հետաքրքիր աստվածիկ։ Ես ծառայում եմ զինված ուժերում 2025 թվականի փետրվար ամսին ներկայացել եմ զեկուցագիր իմ հերթական պայմանագիրը երկարացնելու, որ գլխավոր շտաբպետի կողմից միջնորդվել է դրական, որ համաձայն եմ, այնուհետև փոխվել այդ մակագրության թերթիկը եւ գրվել է զեկուցագիր պաշտպանության նախարարին, որ Սիմոնյանը ներկայացրել է հերթական պայմանագիրը երկարացնելու վերազեկուցագիր, որին դեմ եմ, առաջարկում ենք արձակել պահեստազոր։ Ես նվիրումով ծառայել եմ իմ զինված ուժերին, իմ հայրենիքին, անհիմն զեկուցագիր են ներկայացրել, ես երբևիցե կարգապահական տուժ չեմ ունեցել իմ ծառայության 25 տարիների ընթացքում ես մեկ կարգապահական տուժ կամ նախազգուշացում չեմ ստացել, որևէ քրեական գործերով, ծառական քննություններով չեմ անցել։ Բնութագրում եմ բացառապես գերազանց կան փաստաթղթեր, որտեղ Սուրեն Պապիկյանը ստորագրել է, պաշտպանության նախարարության կնիքը դրվել է։ Դա ճշմարտությունն է, դա փաստ է։ Ես Սուրեն Պապիկյանի հրամանով օրինակ 1 տարվա մեջ ստացել եմ 3 հատ գերատեսչական մեդալ, պատվոգրեր, դրամական պարգևներ, բայց քանի որ ես միշտ ճիշտ խոսեցող եմ եղել, ճիշտ զինվորական եմ եղել, ես չեմ անտեսել կեղծիքը, չեմ անտեսել չարը, վատը, ես իրենց համար համարվում եմ ընդդիմադիր։ Անդադ ես բարձրացել եմ բանակի ուզող հարթերը, խնդիրները, ատեստացիան, որ դա մեր գլխին չարիք է, բանակի թիվը դրանով նվազելու է, մի արեք, չի կարա մեր պայմանագրային զինծառայողը 45 տարեկանը լավ ձգվի կամ վազի, կամ շարային քննություն տա, շարային պատասխան։ Դրանից հետո նոր որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ։ Չէ, այդ իմ հայացքներից ելնելով նամակ որ արցախցիները տեղահանվեցին, այդ ժամանակ ես սկսեցի ավելի համարձակ լինելը, որ պետք են այս բաները մեզ պետք չի նրանց հեռացնել, պետք չի նրանց զորացրել, պետք է նրանք օրինակ 2-3 անգամ տուն են կառուցել Արցախում, հիմա մենք իրաց ասում ենք գնացեք Վարդենից, գնացեք Մեղրի, գնացեք Ագարակ, գնացեք Կապան, պետքա մի քիչ Երևան քաղաքին մոտ տեղակայենք, որպեսզի նրանք ծառայեն եւ իրենց սոցիալական հարցերը կանան լուծեն։ Այդ ժամանակվանից ես ընկել էի նշանի տակ, պրիցելի տակ, որ պետք է ինձանից զգուշանա։ Եվ որոշեցին, որ իմ պայմանագիրը չեն երկարացնում, ինձ արձակում են պահեստազոր, եւ լուրը լսելուց հետո կապեցին ներկայիս մեր կուսակցության առաջնորդ գեներալ Կարապետյանի հետ, որ ես համակրում եմ իրենց կուսակցությանը, կապեր ունեմ իրենց հետ, դա բացարձակապես սուտ է։ Երբ որ իմացել են տղաները մեր կուսակցության անդամներին, հրավեր քարեցին, որ քանի որ մեր պատճառով են ձեզ ոնց որ բանակից ազատել, զորացրել, միացիր մեզ, մենք ձեզ կօգնենք ցանկացած հարցով բան, եւ միացել եմ, գեներալ Կարապետյանն ինձ առաջարկեց որպես համայնքի ղեկավարի տեխնացու, ես միանգամից համաձայնվել եմ, քանի որ նոր ուժ է, ոչ նախկին է, ոչ ներկա է, ունեն լավ անցյալ, թալանչի չեն եղել, դավաճան չեն, հանցագործ չեն, մարդասպան չեն, զինվորականներով կազմված կուսակցություն է, մեծամասնությունը զինվորականներ են, կուսակցության նախագահան պահեստազորի փոխգնդապետը Վարդանյան Արսենն է մեր, տեսնելով իրենց անցյալը համաձայնվեցի միանամ համայնքական ճակատ կուսակցությանը։ Շատ լավ։ Պարոն Սիմոնյան, դուք ընդդիմադիր տեխնացու եք։ Ընտրողին ինչպես եք համոզելու, որ ձեր պայքարը ոչ թե կենտրոնական իշխանությունների դեմ է, այլ կոնկրետ համայնքի զարգացմանն է ուղղված եւ միտում ունի մարդկանց կյանքի որակը բարելավել։ Ես ծննդով Խոյ համայնքի խոշորացած համայնքի Աղավնատան գյուղից եմ, քաջատեղյակ եմ գյուղական համայնքների պայմաններին, ծանր պայմաններին,
որպես ցանկացած գյուղի տան որդի եմ ինձ տեսնում ես եւ իմ քարոզի ժամանակ մշտապես ասում եմ դուք հաշվեք, որ ես ձեր տան տղան եմ։ Ես գիտեմ մեր գյուղի, մեր համայնքի խնդիրները, բոլորինը նույնն է։ Կան մի քիչ լավ ապրողներ, կամ շատ քիչ տոկոս լավ, շատ լավ ապրող մարդիկ, բիզնեսներ ունեն, իրենց կյանքում գտել են իրենց, բայց մնացածը դուք էլ եք տեղյակ, որ գտնում են սոցիալապես ծանր վիճակում, ունենք շատ հողամասեր, որ չի մշակվում, քանի որ ֆինանս չկա վարելու, ցանելու, թունաքիմիկատներ գնելու, դրա համար բացի թողի վիճակում է, մենք համախմբվելու ենք մեր գյուղացիների, ներդրումներ ենք անելու, ես քանի անգամ բարձրացրել եմ, շեշտել եմ, որ մեր ղեկավարը ունի լավ ընկերներ, բիզնես ոլորտի, նրանք ներդրումներ են անելու, մեծ գումարներ են ասել, խոստացել, որ մեր անցնելու դեպքում իրենք ներդրում են անելու, ասենք գերազանցելու է այդ ներդրումների գումարը մեր համայնքի բյուջեի 30-40%-ը, շատ։ Բազմաթիվ մարդիկ զանգարում են ինձ, որ մենք գիտենք դուք արդար եք, մաքուր եք, ձեր անցնելու դեպքում մենք այս հարցն ենք լուծելու, այն հարցն ենք լուծելու, օգնելու ենք, չմտածեք, մենք ուզում ենք անենք, քանի որ փորձը ցույց է տալիս, ով ուզում է անի կամ արելա, թալանվելա կամ ձերբակալում են կամ չի ծառայում մեր փոխանցած գումարներն այս նպատակներին, այլ ներդրումներ չենք անում։ Բյուջեից բացի լինելու են մեր ներդրումներ, մեր քաղաքական ղեկավարի, մեր ընկերների, մեր շրջապատի, Վաղարշապատ համայնքի մեծահարուստներ, դուք էլ տեղյակ եք, մեր գյուղում էլ ունենք մենք, որ մշտապես ներդրումներ են արել, օրինակ մանկապարտեզի շենքը կառուցում էր բարերար Վահան Ավագյանի կողմից, ինչ-ինչ պատճառներով դադարեցվեց աշխատանքները, հիմա քաղաքացիական պայմանագիրը մարզպետների, նախարարի, Խոյ համայնքի նախկին ղեկավարի, ներկայիս քաղաքապետի, պաշտոնակատարի ուղեկցությամբ մշտապես գնում նկարվում են, որ պետությունն է անում, բայց դա գիտի միայն Աղավնատան գյուղի բնակիչը, որ դա կառուցվել է, ծրագիրը սկսել է աշխատանքները բարերար Վահան Ավագյանի կողմից, որը կառուցվել է գյուղի եկեղեցին, մնացած բարերարների կողմից կառուցվել է հուշարձանը, մեր հուշահամալիրը, կառուցվել է Սուրբ Կարմրավոր եկեղեցի բակը, դա բոլորը բարերարներն են արել։ Ամեն գյուղում էլ կան նման բարերարներ, բայց քանի որ չեն վստահում, չեն անում։ Դուք լավ տեղյակ եք, պարոն Բալասանյան, որ անելու են իրանք, նորից գալու են, նորից աշխատելու են ի բարօրություն մեր համայնքի բնակիչներին։ Պարոն Սիմոնյան, որոնք են ձեր հիմնական առաջնահերթությունները, որ ընտրվելու դեպքում 1-2 տարվա ընթացքում շոշափելի արդյունք կտան։ Ամենահամար մեկ առաջնահերթությունը դա կադրերն է։ Պետք է պաշտոններ զբաղեցնեն, մենք ընտրելու ենք ճիշտ կադրեր, որպեսզի ցանկացած ոլորտ ճիշտ ղեկավարվի։ Առաջինը սկսելու եմ ես ընտրվելու դեպքում իմ տեղակալներից, բաժնի պետերից, համայնքի ղեկավարներից, դպրոցի տնօրեններից, պարտեզների տնօրեններից պետքա լինեն ավելի արժանի, ավելի կրթված, ավելի գործունյա, ավելի փորձ ունեցող մարդիկ։ Առաջինը դա է լինելու։ Բայց ձեր ասածների մի մասը համայնքային ենթակայության չէ, մասնավորապես դպրոցների դեպքում տնօրեն դժվար կարողանալ փոխել։ Այս պահին մենք գիտենք դպրոցի տնօրեններ ոնց են նշանակվում։ Այս պահին դուք տեղյակ եք, որ Աղավնատուն գյուղի դպրոցը տնօրեն չունի, պաշտոնակատար է։ ՔՊ-ական ավականու անդամի մայրն է պաշտոնակատարը եւ արդեն երկար ժամանակ է տնօրեն չի նշանակվում։ Եթե համայնքի ղեկավարը կապ չունի, ինչի չի նշանակվում։ Կարող եք պատասխանել։ Եթե մարզպետը հայտարարում է, որ մենք ենք ազատել իրեն պաշտոնից դպրոցի տնօրենին, հիմա կապ ունի թե չունի։ Եթե Արգիշտի Մեխակյանը հայտարարում է, որ համայնքի ղեկավարն է, կարծեմ ասեց, որոշում ում հետ աշխատի։ Եթե կապ չունի, եթե իրենց կարելի է, մեզ էլ է կարելի լինելու։
Մենք ունակ ենք, մենք սովորելու ընդունակություններ ունենք։ Մենք սովորել ենք ձեր ասածը, որ իրավունք չունենք, սովորել ենք ներկայիս իշխանությունից։ Եթե իրենց կարելի է, մեզ էլ է կարելի։ Շատ լավ։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում շատ գեղեցիկ բառերով շարադրված են, հա, թե ինչ պետք է արվի, օրինակ ներդրումների մասին են խոսում եւ այլն, բայց գրեթե չկա հստակ հաշվարկ։ Դուք ունեք հաշվարկ կամ մոտավոր գոնե, թե որքան գումարի անհրաժեշտ լինելու ձեր ծրագիրը իրականություն դարձնելու համար։ Հաշվարկը մենք ունենք, ինչքան գումար ունենք։ Դա ես այդպես եմ տեսնում, ընտրվելու դեպքում, անցնելու դեպքում, ես գնալու ենք մենք մեր թիմով բոլոր համայնքներ, հավաքենք համայնքի բնակիչներին եւ բարձրացնենք առաջնային, որ հարցնենք սիրելի համայնքի բնակիչներ, առաջնայինը ձեր համար որն է։ Սկսում ենք փողոցի ասֆալտապատումից, աղբահանությունից, ջրային դաշտերի ոռոգման համակարգից, թե դպրոցի կառուցումից։ Քննարկելու ենք մենք։ Ես չունեմ այդպիսի բնավորություն, որ ոնց որոշեմ, այդպես լինի։ Ես լսելու եմ իմ բնակիչների խնդիրները, նրանք որն են տեսնում առավել կարևոր առաջի փուլի համար։ Օրինակ Արշալույս համայնքում բոլորի հարցը խմելու ջուրն է, որը խմելու ջուր չունեն, տարաներով, ջրի տարաներով ամեն անգամ գնալուց տեսնում ենք, որ գյուղի կենտրոնից ջուր են լցնում, տանում են հենց տները, որպեսզի խմելու ջուր ունենան։ Ես մտածում եմ, օրինակ Արշալույս համայնքի համար առաջնային խմելու ջուրն է լինելու։ Արագած համայնքում աղետալի վիճակ էր, փողոցները անբարեկարգ, աղբամաններ չկան, բոլոր համայնքներում չկան, դրված է ամեն մեկը դրա իր տան բակում է դնում աղբը, որպեսզի աղբի մեքենան կարծում շաբաթական 2 օր հավաքում է։ Փոխել ենք մենք աղբահանության համակարգը, որպեսզի ինչպես Երևան քաղաքում է կամ Էջմիածին քաղաքում է, լինի նաև գյուղական համայնքներում, որ ես քարոզի ժամանակ շատ նկատեցի, որ աղբը դրված է բնակչի տան դիմաց եւ շները այդ աղբը լրիվ ցրիվ են տվել, մարդիկ հավաքում էին ձեռքով, որպեսզի աղբահանության մեքենան տաներ, աղբը հավաքեր։ Փողոցները գտնվում են վատ վիճակում, շատ անտանելի էր Արագած համայնքում մեր պիկապ մեքենա, որը հայտարարում է, որ քարոզ ենք անում, դաժե պիկապ մեքենայի համար դժվար անցանելի էր ճանապարհները։ Օրինակ Աղավնատուն գյուղում վատ վիճակ չի, եթե մենք համեմատենք մնացած համայնքներին, Աղավնատուն գյուղը ավելի լավ վիճակում է, քան մեր մնացած գյուղերը։ Նորից շեշտս կդնեմ, Աղավնատունը բարերարները միշտ օգնել են։ Աղավնատուն ունեցել է շատ լավ համայնքի ղեկավար պարոն Մաթևոսյանը, որը աշխատել է եւ նրա օրոք գյուղը ավելի ծաղկել է։ Մնացած գյուղերում մենք չտեսանք աշխատանքներ, այս 2 օրը տեսնում ենք աղացած ասֆալտ են վերել։ Այսօր Ծաղկալանջ համայնքում եմ տեսել Զվարթնոց թաղամասում, որ աղացած եւ Արագածում եմ տեսել երեք, աղացած ավազը փռել էին, մարդիկ հասկանում են, ասում են, բա այդ ինչի ընտրություններից առաջ չէին անում, որ նոր են հիշել։ Մարդիկ ասում են, ինչի համար են էս, օրինակ Գեղակերտ Ծաղկալանջ Արագած համայնքի ճանապարհը նորից ասֆալտապատել են, բախի չէին անում, դա Գարնանն է կամ անցյալ տարի։ Օրինակ մարդիկ դժգոհություն հայտնեցին, որ այդ ասֆալտը լավ վիճակի էր, թողեին, բերենք մեր մնացած թաղամասերում անենք, թե դա նկարվելու ցույց տալու համար է։ Մեր քաղաքացիները գիտեն, մեր քաղաքացիները հասկանում են, մարդկանց ենթագիտակցությունը ավելի բարձրացել է։ Այլ խաբել չի լինում քաղաքացուն, այլ վախեցնել չի լինում։ Պարոն Սիմոնյան, նաև նույն քաղաքացին գիտի, որ քաղաքական ուժերը իրեն հիշում են ընտրությունից ընտրություն։ Համահայկական ճակատի դեպքում ինչպես է լինելու։ Նույնիսկ եթե չընտրվեք, շարունակելու եք մնալ նույն քաղաքացու կողքին, թե կվերադառնաք դարձել 5 տարի անց։ Ոչ, ես չընտրվելու դեպքում
որպես ավականու անդամ մշտապես մեր ծրագրերը մենք առաջ ենք քաշելու, մենք չենք հանձնվելու, մշտապես լինելու եմ ես մեր համայնքի բնակիչների կողքին, մշտապես քննարկելու ենք համայնքի խնդիրները եւ իմ համակարգացիները կտեսնեն, որ ես այդ հարցը միշտ բարձրացնելու եմ, չեմ անտեսելու, ես Աղավնատուն գյուղից եմ, նորից կրկնեմ, ես ծնվել եմ գյուղում, մեծացել եմ գյուղում, ես գիտեմ գյուղի խնդիրները, գյուղացու հոգսը, ես ծառայության բերումով քիչ շփվել եմ գյուղացիների հետ, բայց հիմա արդեն ազատ եմ, մշտապես շփվելու եմ եւ շփվում եմ մեր համագյուղացիների հետ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Իսկ դուք մեր հետագա հարցազրույցները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին։